Ողջույն։ Այսօրվա մեր հյուրն է մանկական հոգեբուժ, Ավան ՀԱԿ մանկական բաժանմունքի վարիչ Սոֆի Գարաքյանը։ Ողջույն Սոֆի։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր թեման մանկական հոգեբուժական ախտորոշումներն են։ Խոսելու ենք հոգեբուժական ախտորոշման մասին մանկական տարիքում։ Քանի որ բոլորս էլ գիտենք, որպես մասնագետներ, որ երեխաները զերծ չեն մնում ամեն դեպքում հոգեբուժական խնդիրներից, ինչքան էլ մենք շատ ուզում ենք եւ ցանկանում ենք, որ երեխաները չառնչվեն այդ խնդիրների հետ, այնուամենայնիվ դաշնել է այդ մասին խոսում, որ երեխաները ունեն հոգեկան առողջության խնդիրներ։ Սոֆի, այսօր կփորձենք առանձնացնել մի քանի խնդիրներ, որոնք հանդիպում են նաև մանկական տարբեր տարիքներում ու փորձենք հասկանալ ինչ դրսևորումներ իրենք ունեն։ Փորձել եմ սկսել երևի ամենատարածվածներից իմ պատկերացմամբ մանկական հոգեկան առողջության ոլորտում, նրանք տագնապային խանգարումներն են։ Ինչ կլինիկական պատկեր ունի տագնապային խանգարումը մանկական տարիքում։ Շնորհակալություն հրավերի համար, ցավով նշեմ, որ այո, կարծում եմ, որ հանդիպելիությունը միշտ նույնն է եղել, ըստ իս հոգեբուժական պաթոլոգիաների, ուղղակի այժմ հայտնաբերելիությունն է ավելի բարձր, դիագնոստիկ հնարավորություններն են ավելի շատ, եւ սա շատ նպաստում է, որ հիմա ավելի շատ առնչվենք մանկական հոգեբուժական պաթոլոգիաների հետ։ Ինչ կապված է տագնապային խնդիրների հետ, ամենաառաջինը հաճախ կարծես թե հոգեբանները ուղղորդում են տարբերակելու համար, հենց նշեցիք նորմատիվ վախերից, ամենաառաջինը կարծում եմ, որ պետք է տարբերակելի լինի նաև ծնողների համար, որոնք են նորմատիվ վախերը եւ որոնք են տագնապային խանգարումները։ Նորմատիվ վախերը տարիքային եթե առանձնացնենք, միջով 0-ից 2, այդ ինչ որ ուժեղ ձայներ, ուժեղ լույսեր, անծանոթ դեմքեր, որին մաման պետք է միշտ դեմքով տա այդ հանգստության զգացողությունը, որ ամեն ինչ լավ է, ես կողքիդ եմ, որպես այս վախերը չլինեն։ 3-ից 5 տարեկան սովորաբար մթություն, մենակ լինելու վախ եւ ինչ որ երևակայական պատկերներ, որոնք կարող են էլի լինել։ 6-ից մինչև 10-11 ավելի շատ այստեղ ինչ որ սոցիալական դերի գիտակցման հետ կապված խնդիրներ, բայց ոչ որպես ընկեր, որպես ապագա մասնագետ, այլ ուղղակի ինչ որ ընկերական հարաբերություններ, մենակության զգալու, то есть կամեցի բառացվելու վերջնական փուլը, որտեղ որ առաջանում են այս տագնապայնությունը, գնահատված լինել դասարանցիների կողմից, չգիտեմ, ինչ որ նոր առաջնահերթություններ, որ ընտանեկան արժեքներից խիստ տարբերվում են եւ արդեն նախադեռահասային եւ դեռահասային տարիքում արդեն եսի գիտակցման հետ կապված եւ ընկերական գնահատման, ապագայի կառուցման կամ վախը հենց ապագայից, որոնք որ կարող են դառնալ տագնապայնության։ Այսինքն սրանք նորմայի մեջ բոլորս ունենում ենք եւ եթե դիտարկենք մեր կյանքի ընթացքը, կարծում եմ այդ 0-ից 2-ը մոռանալով մնացած ամեն ինչ երևի կհիշենք երբ կարիք լինում հոգեբուժական միջամտության։ Երբ որ վախը խիստ ակտուալ է օրվա ամբողջ մասը, սովորաբար եթե տոկոսային գնահատման ասենք 40 եւ ավել տոկոս, այսինքն ժամային եթե դիտարկենք 24 ժամից 40% եւ ավել, սա արդեն տագնապային խնդրի մասին է խոսում։ Երբ երեխան խուսափում է ցանկացած նոր գործողություն անելուց, անգամ եթե ունի հմտություններ այս պահին, կարծես թե ինչ որ ռեգրես ենք նկատում, ցանկացած տարիքային խմբում կարա լինի չգիտեմ, եթե ավելի փոքր տարիքում ինքնասպասարկման հմտությունները հետ գնան, խնդրի մայրիկին իրեն կերակրել, հագցնել ինքը տնից դուրս չգա մենակ, չօգտվի զուգարանից ինքնուրույն, սրանք բոլորը կարան տագնապային ավելի փոքր տարիքում եւ մեծ տարիքում հիմնականում լացկանության էպիզոդներ, մարմնում դողի զգացողություն, ինչ որ չախտորոշվող ցավեր տարբեր տեղակայման բուն հենց տագնապի զգացողությունը, որ երեխաները հաճախ նկարագրում, ինչ որ անորոշ վախի զգացում ունեն ներսում եւ դպրոցական միջավայրում նկարագրում, որ հեռանում են ընկերներից եւ առաջադիմության ոնց որ նվազում ենք նկատում, ցանկ բոլորը կարող են տագնապանության մասին խոսել։ Եթե կա կոմպլեքսի մեջ որոշակի դիտարկում այս ախտանիշների, կարեւոր է որ ուղղորդվեն ամեն դեպքում արվի առաջնային գնահատում, որից հետո արդեն որոշեն բուժման պլանը, արդյոք այդտեղ անհրաժեշտ է դեղորայքային միջամտություն, թե միայն հոգեթերապիան կբավարարի երեխայի պահանջները։ Սոֆի, կա ինչ որ տարիքային դրսևորման օրինաչափություն, իմ պրակտիկայով կարող եմ ասել, որ եթե խոսքը տագնապային վիճակների, ընդհանուր միջև տագնապային խանգարման մասին է, ավելի մեծ հաճախականությամբ, խոսքը իմ պրակտիկայի մասին է միայն, ես հանդիպում եմ այդ դրսևորմանը
10 եւ պլյուս տարիքի մոտ ավելի քիչ է հանդիպում բուն տագնապային վիճակը փոքր տարիքի երեխաների մոտ։ Հոգեբուժության մեջ կա որևէ ստատիստիկա, երբ է սկսվում ավելի շատ դրսևորումներ ունենալ։ Մենք հենց սեպարացիոն տագնապն ենք հաճախ տեսնում, որ քնի խանգարմամբ եւ ուժեղ լացկանությամբ դրսևորվում է, եւ այս երեխաների ոնց որ շատ հաճախ զննում են նյարդաբանների կողմից կամ սոմնոլոգների կողմից արդյոք ունի քնի խանգարում թե չէ, եւ եթե արդեն բացառվում են բոլոր այդ պատճառները, նոր ուղղորդվում են հոգեբուժների մոտ եւ չեմ ասի, որ շատ տարածված է, իհարկե եզակի դեպքեր են լինում, բայց վերջերս ավելի հաճախ է լինում այս սեպարացիոն տագնապի հետ կապված խնդիրներ։ Հիմնականում ինչ որ սուր ստրեսի հետևանքը այս իմ կարիերայի ընթացքում ոնց որ հանդիպած է ծնողներից բաժանումների հետ կապված կամ չգիտեմ, մամաները սկսում են գնալ աշխատանքի, երեխաների մոտ սկսում է սուր սեպարացիոն տագնապ, սկսում կամ չգիտեմ, ամուսնալուծություններից հետո էլի նկարագրված դեպքեր կան եւ բուլինգի հետևանքով 6 տարեկանում էլի ունեցել ենք դեպքեր կլինիկայում, ովքեր հոսպիտալացվել են հենց էլի տագնապային խնդիրներով պայմանավորված, բայց կլինիկան խիստ ակտիվ է լինում, սուր է լինում եւ կոնտակտն է շատ դժվարացած լինում, որտեղ երեխան տագնապի ֆոն չի կարող առհասարակ վերբալիզացնել, թե ինչ է զգում ինքը։ Իսկ ճանաչելիության սահմանը մասնագետների համար նույնն է ինչ որ ծնողներին, այսինքն հետևողական լինել դրան, որ դա օրինակ նույն օրվա 40%-ի արտահայտումն է, ունենում է այդ նույն շարք դրսևորումները, այսինքն օրինակ հոգեբան մասնագետի տեսակետից, երբ որ մենք նայում ենք իրավիճակին, նույն չափանիշներով է գնահատումը տեղի ունենալու։ Կարծում եմ, որ կարա եւ տոկոսային իրականում արտահայտված լինի, բայց երեխան օրինակ ճանաչելիություն ունենա հույզի եւ կոնտակտի կնա հոգեբանի հետ։ Այս դեպքում կարծում եմ, որ հոգեբուժական միջամտության կարիք չկա, դա լրիվ կարա լինի եւ միայն թերապևտիկ դաշտում։ Խոսքը շատ ավելի հոգեբուժական միջամտության այն դեպքերի մասին է, երբ կարծես թե հարաճուն վատացում է լինում, այսինքն հա 40%-ը, բայց գնալով շատանում են ցավերը, անքնությունն ավելանում, այդ ներքին տագնապի վախից զգացողությունն առաջանում եւ զուգահեռ այլ խնդիրներ, օրինակ հրաժարվում է սննդից, փորկապությունների հակվածությունն է մեծանում, հաճախակի ճնշման բարձրացումներ են լինում։ Սրանք արդեն պարտադիր հոգեբուժական միջամտության մասին։ Կարծում եմ, որ ծնողների համար ճանաչելի չեն սիմպտոմները, որովհետեւ նորմային մեր ծնողների մեծամասնությունը տեղյակ չեն, թե ոնց որ տարիքային նորմատիվ վախերը որոնք են, օրինակ շատ հաճախ է լինում, որ 3 տարեկան, 4 տարեկան երեխաների մամաները դիմում են, որ երեխան սկսել է, չգիտեմ, ինչ որ մեկի հետ խոսել կամ ասում է, որ տեսնում է երևակայական ընկերները, այս երևակայական ընկերները, ու երբ որ բացատրում որ նորմալ է, բոլորս էլ երևի ունեցել ենք նման ընկերներ, շատ զարմանքով են վերաբերվում այդ ամեն ինչին։ Կարծում եմ, որ ուղղակի եզակի խորհրդատվությունները անգամ շատ կարող են նորմալիզացնել ծնողների վախերը եւ ավելի հետեւողական դարձնել իրենց։ Հաճախականությունը ինչպիսին է լինում, որովհետև դրան հանգեցինք, ինչպիսին է հոգեբուժի մոտ խորհրդատվությունների հաճախականությունը։ Որպես առաջնային կոնսուլտացիաներ կարծում եմ, որ եթե կան անհանգստություններ, կարա եւ եզրափակվի միայն առաջնակի կոնսուլտացիա, ուղղակի բարձրաբան արդյոք կա խնդիր թե չէ։ Եթե լինում է արդեն խնդիր կապված նրանց թե որ ոլորտի է, դրանից կախված արդեն հստակ են այցելությունների քանակը, կոնկրետ տագնապանությանը անդրադառնալով, եթե նշանակվում է դեղորայքային բուժում, առաջին ամսվա մեջ մոտավոր 2-ից 4 այց է լինում կամ 2 շաբաթը 1 կամ 4 շաբաթը 1 սիմպտոմների ակտիվությունից կախված, հետագայում արդեն շատ ավելի հազվադեպ 3 ամիսը 1, 6 ամիսը 1 կախված դեղորայքային բուժման սխեմայից։ Իհարկե այսպես սխալ կլինի ձևակերպումը, Սոֆի, բայց երևի տագնապային խանգարումները նաև հոգեբան մասնագետի համար ավելի շոշափելի եւ ճանաչելի են։ Մի փոքր հարցը ավելի բարդանում է, երբ որ տեղափոխվում ենք դաշտ, որտեղ կա եւ տագնապայնությունը, եւ տագնապայնությանը զուգահեռ կա այլ դրսևորվող դրսևորումներ եւս, որոնցից են օրինակ կպչուն գործողությունները, կպչուն մտքերը։ Օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումները արդյոք հանդիպում են մանկական տարիքում, դեռահասության տարիքում եւ եթե այո, այս դեպքում ինչի մասին կարող ենք խոսել։ Ամենաառաջինը տարբերակել պատճառահետևանքային կապը, տագնապայնությունն է պատճառ հանդիսացել օբսեսիայի, թե հակառակը։ Ոնց որ ըստ թեորիայի շատ ավելի հաճախ տագնապից է ծագում օբսեսիաները կամ կոմպուլսիաները, որովհետեւ սա մտածողությունը պրիմիտիվացնող գործողություններ են, որպեսզի ինչ որ մի կերպ հաղթահարեն տագնապը Եվ սովորաբար երեխաների շրջանում հիմնականում թվերի ձևով կամ շրջանաձև քայլելով լվացվելը շատ ավելի նախադեռասային տարիքին բնորոշ։
փոքր տարիքին նաև ինչ որ շորերը ուղղելու, կոճակների կոճկելու նման կարող են լինել գործողությունները։ Ես հաճախ հանդիպում, որ օձիքի ինչ որ հատվածը ծամում են եղել, կամ մազերը, հա, փոկելը էդ էլ հա ճիշտ է, այդ փոքր տարիքում շատ հանդիպում է։ Սովորաբար օբսեսիաները սկսում են ինչ որ շատ նույնամենայն դեպս չգիտեմ կլինիկայում հանդիպում են մարմնաճանաչողության ընթացքում, երբ որ ինչ որ սուր զզվանքի զգացողություն ա լինում, կամ եթե ձգձգված տագնապայնություն ենք տեսնում, որ դեղորայքային բուժում չի ստացել կամ հոգեթերապիայի չեն դիմել, այս փուլում տեսնում ենք, որ բավականին շատ ա լինում, ու այստեղ քանի որ դեղորայքային մոտեցումները գրեթե նույն խմբի պրեպարատներով են, անգամ եթե առանձին չի ախտորոշվում կամ չի դրվում էլի ոնց որ այդ սիմպտոմատիկ առանձնահատկության ուշադրություն չի դարձվում, որ այստեղ նաև կպչունությունն են կոմորբիդ, միևնույն է դեղորայքային բուժումը օգնում է նաև այս սիմպտոմների վերացմանը, սակայն ծանրացնում է հոգեբանի աշխատանքը, կարծում եմ շատ։ Սա այն դեպքում, երբ որ մենք խոսում ենք համակցվածության մասին, տագնապայնության կամ այլ խնդիրների հետ։ Իսկ եթե առանձին դիտարկենք կպչունությունը որպես առանձին ախտորոշում, ինչ առանձնահատկություններ կան այս դեպքում։ Երեխաների մոտ կարող լինի ինչ որ արժե համակարգային որ գիտակցումներից հետո օրինակ շատ հաճախ տեսնում ենք, որ կոնտրաստային մտքերը շատ ավելի գերակշռում են մանկական դեռահասային տարիքում, քան ավելի մեծահասակների մոտ, օրինակ, չգիտեմ, շատ տարածված է Հայաստանում հատկապես կրոնի հետ կապված կամ գերեզմաների հետ կապված կոնտրաստային մտքերը, որ երեխաները մտածում են արդյոք կարելի է, չգիտեմ, եկեղեցում թքել, միզել եւ այլն, այս կոնտրաստային մտքերը շատ ակտուալ են երեխաների շրջանում եւ իրանք շատ պայքարում են դրա դեմ, որ կրոնից ծագած մեղքի զգացողությունից է գալիս կամ տատիկ պապիկների գերեզմանի հետ կապված էլի նմանատիպ գործողությունները ակտուալ են լինում, այս ինչ որ կոնտրաստայնության հետ է կապված։ Սա իհարկե ծայրահեղ դեպքերի մասին է խոսքը, շատ ավելի հաճախադեպ է լինում, երբ որ երեխաները մեկ էլ կտրուկ սկսում են լվացվել։ Բավականին շատ են լվացվում, չգիտեմ, չեն կպցնում ձեռքերը մարմնին, նաև հանդիպում է, որ մաշկն են վնասում կամ մազերն են պոկում, ինչ որ էլի սրանք հանդիպում են օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման շրջանակներում երեխաների համար դժվար է տարբերակել առավել փոքր տարիքում արդյոք ունեն կպչուն միտք թե չէ եւ պետքա բավականին երկար լինի զննումը կամ դիտարկում առնվազն լինի որպեսզի տեսնենք արդյոք ունեն եւ տեքստը այդ դեպքում եթե դիտարկում ենք օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում հատկապես կլինիկայում ամբողջ տեքստային ինչ որ իրանք ասում են բառացի գրվում է որպեսզի հետագայում համեմատվի արդյոք կա կպչունություններ թե չէ որովհետեւ լինում է որ ինքը ուղղակի բառի ձևով է լինում կամ չգիտեմ կարա ինչ որ ասենք վանկի ձևով լինի ամեն նախադասության ավարտին, որ իրանք կրկնում են, այսինքն նկատվում որ շատ պրիմիտիվ է, իրանք այդ կպչունությունները համակարգված չեն որպես այդպեսին։ Համենայն դեպս շատ տարածված է վախը, որ դուռը կարող է բաց լինի, խեղդվեն ծնողները մահանան, ծնողների կորցնելու վախից էլի եկած է, բայց նաև կեղտոտվելու վախը եւս ակտուալ է եւ կոնտրաստայնությունը։ Կարծում եմ որ գործողությունները նմանատիպ են եւ ավելի մասիվ են լինում, քան էլի մեծահասակների տարիքում, որովհետեւ շատ ավելի ինտենսիվ են վերապրումները եւ կարծում եմ որ նաեւ ինֆորմացիայի հետաքրքրությունների ավելի փոքր շրջանակը եւս դարձնում է օրվա ընթացքում շատ ավելի մասիվ այդ գործողությունները, որտեղ եթե տեսնում ենք կպչուն միտքը, մեկ էլ անդադ գործողություններ ոնց որ դրա շուրջ են, որտեղ այլ հետաքրքրություններ չունեն երեխաները ու նաև ոնց որ ընտանիքներում շատ տարածված է, թե երեխայի մոտ լինում է ինչ որ նման կպչունություն, ծնողները փորձում են իզոլացնել, տանն են պահում, որը ավելի վնասում, ոնց որ ավելի կենտրոնացնում են երեխային խնդրի շուրջ, իրականում շարունակել նույն սոցիալական ակտիվությունը նախկինում ունեցել է շատ ավելի առողջարար է այս դեպքերում, գոնե հակումները եւ գիտեմ հետաքրքրությունները ավելի ընդլայնելու իմաստով։ Սոֆի սա նույնն է եւ փոքր երեխաների դեպքում եւ նախադեռահասական ու դեռահասական փուլում, թե դրսևորումները ինտենսիվության մասով կարող են տարբեր լինել։ Փոքր տարիքում գործողություններն են ավելի շատ եւ տագնապի գերակշռումը, մտքերը որպես այդին շատ ավելի քիչ են, դեռահասություն, նախադեռահասություն շատ ավելի են մտքերը, գործողությունները ավելի քիչ բնույթ են կրում եւ ավելի շատ ինչ որ մի տիպի են լինում այդ պոլիմորֆությունը գործողությունների չենք տեսնում, մանկական տարիքում պոլիմորֆ են լինում ավելի կպչունությունները։ Մենք մի երևի հասարակության մեջ ենք ապրում, որտեղ
երեխայի վատ տրամադրությունը, ինչ որ տագնապային վիճակներում լինելը գրեթե անտեսված է։ Այն ինչ որ ես հաճախ լսում եմ ծնողներից, որ գալիս են ինձ մոտ երեխաներին բերում են, ասում են, դե իր ինչ տարիքն է տխուր լինելու, մի հատ էլ դեպրեսիվ լինելու, հա, այդ նոր ինչ որ բաները, անուններ եք կպցնում, չի կարող այս տարիքի երեխա, խոսքը մինչև 12-13 տարեկան երեխաների մասին է, նույնիսկ մի քիչ էլ ավել դեռահասության փուլի, չի կարող է տարիքի երեխան դեպրեսիա ունենալ, ինչ իր տարիքն է, որ մի հատ էլ դեպրեսիա ունենա։ Արդյոք այս գաղափարը, որ ինչ իր տարիքն է, որ մի հատ էլ դեպրեսիա ունենա, մեր երեխաներին հետ պահելու է դեպրեսիվ դրսևորումներից եւ խանգարումից, եւ եթե ոչ, ապա դեպրեսիայի դեպքում, մանկական դեպրեսիայի դեպքում ինչ դրսևորումներ դա ունի։ Մանկական դեպրեսիվության մասին իհարկե շատ են միֆերը հայկական հասարակության մեջ, բայց ինձ համար գիտեք, բայց ես ավելի քիչ եմ շփվում բուն հենց դեպրեսիվության, որտեղ շատ քիչ են հասնում հոգեբուժական ստացիոնարներ երեխաները, ինձ մոտ են տպավորեցնել ծնողների միջև 12-13 տարեկան շատ ավելի սպասում են երեխաներից այդ անհոգությունը, իսկ կարծես թե 14-15-ից սկսած արդեն հակառակ ինչ-որ շատ ստաբիլ լրջություն են սպասում եւ հաճախ այդ լրջությունը շատ շփոթում են կամ ինքնամփոփությունը շատ չեն տեսնում այդ ինքնամփոփության կամ լրջության տակ դեպրեսիվությունը։ Չգիտեմ, այս իմ տեսակետն է այս մասին, դեպրեսիվության մասին մանկական տարիքում եւ դեռահասության տարիքում խիստ տարբերակ կլինիկա։ Մանկական տարիքում շատ ավելի տեսնում ենք ցավեր, տարբեր տեղակայման, որի մասին երեխան ուղղակի չի կարողանում այդ լողացող ցավեր կոչված անընդհատ գլուխսացավում, փորձացավում, ոտքսացավում, չեմ ուզում դասի գնալ, շատ խուսափում են ցանկացած շփումներից, առհասարակ սննդային վարքի փոփոխություն ենք նկատում կամ մի օրինակ սնունդ են սկսում ուտել կամ առհասարակ փորձում են հրաժարվել, հատուկ ինչ որ կոնսիստենցիայի սնունդ շատ փոքր տարիքի մասին, ու մինչև 5-6 տարեկանի մասին է խոսքը։ Այստեղ իհարկե չեմ կարծում, որ ինչ որ եթե բացառենք մեծ տրավմատիկ հոգետրավմաները, եթե բացառենք, իհարկե շատ ավելի միջնորդանյութերի խնդիր է եւ սա ծանրացնում է իրականում երեխայի հոգեբուժական անամնեզը, որովհետեւ վաղ տարիքում ունեցած դեպրեսիաները մեծացնում են հակվածությունը առհասարակ կյանքի ընթացքում, այս հուզական ոլորտի խնդիրները շատ ավելի հավանական են դարձնում, հետագայում շատ ավելի հավանական է, որ երեխան կունենա այս ոլորտի խնդիրներ։ Եթե խոսքը գնում է արդեն ավելի մեծ տարիքի երեխաների մասին, իրանց մոտ հստակ է լինում, որ լացկանությամբ է արտահայտվում, բայց նույն ցավերը կան, գլխացավեր առավելապես, առաջադիմության ինչ որ նվազում ենք տեսնում կամ հետադիմություն դպրոցական ծրագրում, պորտկունություն, կարծես տխուրը, մեկ էլ ասում որ ագրեսիվ է եղել, հարվածել է ինչ-որ մեկին, նման ինչ-որ բան տեսնում ենք դեպրեսիվության ժամանակ եւ դեռահասություն մեծացնում է ինքնավնասումների հակվածություն, որ երեխաները ինչ-որ հոգեկան ցավը չտանելով հանդերձ ինքնավնասումներ շատ ավելի հաճախադեպ են դարձնում։ Բայց ունենք հենց դեպրեսիա ախտորոշում մինչև 18 տարեկանների մոտ, որ լրիվ դրվում է։ Այո։ Նաև ավելի փոքրերի։ Այո։ Շատ ավելի փոքր տարիքում չգիտեմ, կոնկրետ ես կլինիկայում դեռ չունենք ախտորոշում, շատ ավելի հենց հիվանդանոցային բուժում ստանում են տագնապայնությամբ երեխաները, միգուցե նաև կա դեպրեսիվության ախտանիշներ, բայց դեպրեսիվության Այսինքն բան քիչ կհանդիպենք նաև։ Ինչի եմ սա հարցնում, որովհետև մեր համար, հոգեբան մասնագետների համար, ինձ թվում է բավականին դժվար պատկերացնելի է, եթե մենք աշխատենք 8-9 տարեկան կամ ավելի փոքր տարիքի երեխայի հետ, ով որ ունենա ախտորոշված դեպրեսիա, ամեն դեպքում դեռ իմ պրակտիկայում կարող եմ ասել եւ իմ գոլեգաների չեմ հանդիպել մանկական տարիքում ախտորոշվածության, բայց փաստացի ինքը պրակտիկայում կարող է նաեւ լինել, իսկ համաշխարհային պրակտիկան այդ մասին խոսում է, որ մենք կարող ենք այդ տարիքի դեպքում խոսել սրա մասին։ Եթե բացառված են հասու հոգետրավմաները, միջնորդանյութերի խնդիրի միշտ էլ կա դեպրեսիայի հիմքում։ Շակերտներով ասած այս մեծահասակային խնդիրներից գանք մի քիչ ավելի այն խնդիրներին, որոնք ավելի հայտնի են բոլորիս մոտ որպես մանկական տարիքի խնդիրներ եւ վերջին շրջանի ամենակննարկված, երևի ախտորոշված խնդիրներից մեկի աուտիստիկ սպեկտրի խանգարման մասին կուզեմ որ խոսենք։
ինչի եմ սա շատ կարևորում, որովհետև նաև մի իրականություն է ստեղծել, որտեղ ոչ միայն արդեն ծնողներն են ամեն երկրորդ դրսևորումը բնորոշում որպես աուտիստիկ սպեկտրի խանգարում, այլ նաև մասնագետների մոտ եմ ես, դա կոնկրետ հոգեբան մասնագետների մոտ եմ դա շատ նկատում, որ 1-2 սիմպտոմի առկայության դեպքում մենք արդեն խոսում ենք ու բարձրաձայնում ենք այն մասին, որ կա աուտիստիկ սպեկտրի խանգարում։ Արդյոք այս խանգարումը այսքան հեշտ է բնորոշել եւ առհասարակ ինչ դրսևորումներով է ինքը արտահայտվում։ Շատ մեծացավ թեմա իրականում աուտիզմը, հիպերդիագնոստիկա միանշանակ, բայց ես շատ կուզենամ, որ չանտեսվի կլինիկական դիտարկումը, որովհետև երեխաները ունեն աուտիստիկ սիմպտոմատիկա, շատ լավ է, որ նկատում են մասնագետները եւ ուղղորդում են, բայց ծնողներին հավաստիացնել, որ սա աուտիզմ է, սա մի փոքր կոպիտ վերաբերմունք այդ ծնողի նկատմամբ, ոչ կոմպետենտ վերաբերմունք, անգամ որովհետև 3-4 զննումները բավարար չեն աուտիզմ ախտորոշումը դնելու համար եւ սա դիտարկումային ախտորոշում է, շատ պարտադիր է երեխային դիտարկել դինամիկայի մեջ, տարբեր սոցիալական հմտությունները ստուգել, տարբեր, չգիտեմ, հանրույթներում իրան տեսնել, տանը, դպրոցում, մանկապարտեզում, ինչպես է իրան պահում, զննումներ իրականացնել տարբեր սենյակներում, չգիտեմ, ոչ միշտ նույն խաղասենյակում։ Այս ամեն ինչը շատ տեսանելի է դարձնում խնդրի արդիականությունը։ Իհարկե ուղղորդումներն են հենց հիմքը, որ հայտնաբերելիությունը բարձրացել է, ես չեմ ուզում էլ ոնց որ այս մասը ասել, որ միայն վատ է հիպերդիագնոստիկան, բայց այն իմաստով, որ ծնողների նկատմամբ ասա կոպիտ վերաբերմունք, սա էս իսկապես տեսանելի է, որ ծնողները շատ հուսաթափված, հուսալքված գալիս են, այն ինչ իրականում երեխաները լինում է, որ նաև անգամ աուտիստիկ սիմպտոմատիկա ուղղակի այլ խնդրի դրսևորում է լինում։ Ես մի բան եմ հանդիպել, հանդիպումից առաջ խոսեցինք այդ մասին, մի բնորոշում եմ հանդիպել եւ կուզենայի երևի լսել այդ կարծիքը, որովհետեւ բավականին հաճախ հանդիպող արտահայտություն է։ Մեկը աուտիստիկ սիմպտոմատիկա կոչվածն է, որ հենց այդպես էլ գրվում է շատ հաճախ եզրակացություններում։ Մյուսը, որ վերջերս եմ